Իրանը և ԱՄՆ-ն սեփական մեկնաբանություններով կարող են այնպես մատուցել, որ իրենք են հաղթած կողմը։ Կոնֆլիկտի առանցքը Իրանի միջուկային ծրագիրն է։ Դրա հետ կապված վերջնական պայմանավորություն չկա։ Այն կետը, որը վերաբերում է միջուկային ծրագրին, դա չի ենթադրում, որ իրանական կողմը չի պահելու քաղաքացիական նպատակներով ուրանի հարստացված 3.6% շեմը։ Շուրջ 300 միլիարդ դոլարի ֆոնդի ձևավորումը, որի միջոցով պետք է վերականգնվի Իրանում տարբեր ենթակառուցվածքներ, նաև պատերազմից դուրս։ Վստահաբար այս կետի իրականացման իրատեսականությունը շատ ցածր է։ 14 կետերը կողմերից յուրաքանչյուրի համար թույլ է տալիս դրանք օգտագործել իր քաղաքական եւ քարոզչական մակարդակում իր հաջողությունները ցույց տալու նպատակով։ Իսկ ընդհանուր առմամբ բովանդակային առումով հուշագիրը տարածաշրջանը նախապատերազմյան իրավիճակին վերադարձնելուն միտված փաստաթուղթ է։ Այսինքն հրադադարի եւ երկարաժամկետ հրադադարի հաստատում, տարածաշրջանում ռազմական իրավիճակի էական թուլացում, այսինքն Միացյալ Նահանգների հատկապես ռազմածովային ուժերի դուսբերում տարածաշրջանից փուլարփուլ, եւ որը որ չափազանց դարձյալ կարեւոր է թե տարածաշրջանի եւ թե աշխարհի համար, Հորմուզի նեղուցի բնականon գործունեության վերականգնումը։ Իրանը և ԱՄՆ-ն սեփական մեկնաբանություններով կարող են այնպես մատուցել, որ իրենք են հաղթած կողմը, եւ բնականաբար չենք էլ կարող դա հերքել, որովհետեւ երբ չկա կոնկրետ կապիտուլյացիա, հետեւաբար կողմերը իրենց հաջողությունները, որոնք ունեն, իրենք կարող են ներկայացնել որպես հաղթանակ, օրինակ Իրանի համար հաղթանակ է պետության համակարգի գոյատևումը, իսկ Թրամփի համար հաղթանակ է ներկայացնել այն, որ իրենք հասել են այն կետին, որ Իրանը հրաժարվում է միջուկային ծրագրից եւ վերահսկելի է դառնում արդեն ԱՄՆ-ի եւ ՄԱԳԱՏԷ-ի կողմից, ինչպես նաեւ Թրամփը կարող է ներկայացնել, որ իրենք Հորմուզի նեղուցում հասան հաջողության եւ համաշխարհային տնտեսությունը կարողանում են նորից շնչել, նավթի գները իջնում են։ Կոնֆլիկտի առանցքը Իրանի միջուկային ծրագիրն է։ Դրա հետ կապված վերջնական պայմանավորություն չկա։ Դրա հետ կապված կա միայն կողմերի հանձնառություն դիվանագիտական եղանակով առաջիկա 2 ամիսների ընթացքում բանակցությունների արդյունքում հասնելու վերջնական համաձայնություն։ Այսինքն մենք ունենք փաստացի հրադադարի ֆիքսում ամրագրում, բայց ոչ կոնֆլիկտի հանգուցալուծում։ Իսկ կոնֆլիկտի հանգուցալուծման գործընթացը առնվազն առաջիկա 2 ամիսները, որոնց ընթացքում լինելու են բանակցություններ։ Այս ընթացքում բազմաթիվ իրադարձություններ կարող են տեղ ունենալ թե տարածաշրջանում, թե Իրանի ներսում, թե Միացյալ Նահանգներում, թե աշխարհում, որոնք կարող են իրենց կողմնակի ազդեցությամբ խոչընդոտել այս հիմնախնդրի ուրեմն վերջնական հանգուցալուծմանը։ Այն կետը, որը վերաբերում է միջուկային ծրագրին, տեսնում ենք, որ այնտեղ այնպիսի ձևակերպում կա, որ Իրանը ուղղակիորեն ոչնչացնելու է հարստացված ուրանի բարձր տոկոսները, բայց դա չի ենթադրում, որ իրանական կողմը չի պահելու քաղաքացիական նպատակներով ուրանի հարստացված 3.6% շեմը։ Կարող են բերել օրինակներ համաձայնագրի կետերից, որոնք վստահաբար չափելի չեն։ Օրինակ շուրջ 300 միլիարդ դոլարի ֆոնդի ձևավորումը, որի միջոցով պետք է վերականգնվի Իրանում տարբեր ենթակառուցվածքներ, նաև պատերազմից դուրս։ Վստահաբար այս կետի իրականացման իրատեսականությունը շատ ցածր է։ Կամ Իրանի միջուկային ծրագրին առնչվող կետը, որ Իրանը հանձնառություն է ստանձնում հրաժարվելու միջուկային ծրագրից, քանի դեռ վերջնական համաձայնությունը չկա, այս կետի իրատեսականությունը եւս ծրագրական մակարդակում է։ Իսկ մնացած կետերը անհրաժեշտ բովանդակություն են, այսինքն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների ֆիքսում են նմանատիպ փաստաթղթերում։